Շարունակում եմ ձեզ հետ կիսվել այս սիրունի պատրաստման ընթացքով և կկիսվեմ այս էֆեկտի ստացման մի քանի գաղտնիքներով, քանի որ շատերի մոտ դեռևս այս էֆեկտը այս տեսքն ունի։ Մաստիկայից շերտ ենք գրտնակում, այդ շերտի վրա դանակի օգնությամբ այսպիսի տարօրինակ նախշեր ենք անում։ Կարելի է նաև օգտագործել մոլդեր գեղեցիկ էֆեկտներ ստանալու համար, բայց այս դեպքում ես օգտագործում եմ հենց դանակ։ Տորթի չափսին և բարձրությանը համապատասխան այս շերտից մի հատված եմ կտրում և առանց որևէ նյութի այն ուղղակի ամրացնում եմ կրեմ գանաշի վրա։ Պատրաստում եմ ևս մեկ նման շերտ և այն ամրացնում եմ արդեն երկրորդ հարկի վրա։ Հետո արդեն պատրաստում եմ վիլյուրի համար նախատեսված խառնուրդը և փչում եմ տորթի վրա։ Վիլյուրի պատրաստման ամբողջ ընթացքին կարող եք հետևել և սովորել իմ դասընթացի շրջանակներում։ Արդեն միջոցառման ժամանակ Wildberries-ից պատրաստած փայլիկները լցնում եմ տորթի վրա ու փորձում ենք նկարել այս թրենդը, բայց ինչպես տեսնում եք մեզ մոտ չի ստացվում, որովհետև մի դետալ հաշվի չէինք առել։ Սրահի լույսը անպայման պետք է լինի անջատված, իսկ հեռախոսի լույսը անպայման միացված։ Եվ մենք վայելում էինք այս էֆեկտը, մինչև սրահի լույսը ինչ-որ մեկը նորից չմիացրեց։ Փայլի արտիկուլը և մյուս բոլոր կանոնները, որոնք որ պետք է պահպանվեն այս էֆեկտը ստանալու համար, կարդացեք նկարագրությունների բաժնում։